Տերորդի, ժողովուրդ ջան, մի հատ հետաքրքիր գիրք կա, հետաքրքիր պատմություն կա, որը դատավորների օրերում է եղել, երբ որ դատավորները կառավարում են իրանց կառավարության օրեր, Աստված որոշեց այս գիրքը մտնի Աստվածաշնչի մեջ։ Մեծ գիրք չի, ընդամենը 4 գլուխ է, կոչվում է Հարութ։ Ընտանիքի մասին է Ելիմելեխի ընտանիքի մասին է, բայց գիրքը կոչվում է Հարութ։ Ոնց որ Նաբոգդոնոսորը մեծ կայսեր, մեծ թագավորություններ կառավարել են դարերով, բայց գիրքը կոչվում է Դանիելի գիրք։ Այսինքն երկնային իրականության մեջ լրիվ ուրիշ անուններ են, լրիվ ուրիշ կոչումներ են։ Ու գիտենք, որ Ելիմելեխը իր ընտանիքով Նոեմինի հետ երկու տղա ուներ, Մախլոն ու Խիլեոնը, գնացին Մովաբի երկիր, ասում են սով եղավ։ Մարդիկ լավ կյանքից չգնացին, բաներ, ընտանիք էր Հուդայից, այսինքն Բեթլեհեմից, Եֆրաֆայի, գնացին Մովաբի երկիր ապրելու։ Գնացին ապրելու, 10 տարի ապրեցին Մովաբի երկրում, տղաները ամուսնացան, դե բնական է, էլի պիտի Մովաբացի առնեին, գիտենք չէ Մովաբը որտեղից։ Ղովտի սերունդը։ Մեկ էլ որը։ Ամոնը, ամոնացիները և Մովաբը։ Ղովտի սերունդը։ Գնացին իրանց երկիր ապրելու 10 տարի հետո, ինչ պատահեց այս կնոջ հետ։ Կնոջ ամուսինը մահացավ, հետո տղաները մահացան։ Ուժեղ հարված է այսի, Նոեմինի համար։ Եվ լսեց, որ Աստված ազգին այցելել է, այսինքն հացով, հաց կայց սով անցել է։ Գրքում շատ է սովի բաներ եղել, տարիներ, տարբեր ժամանակահատվածում սովեր են եղել։ Եղիսեի ժամանակ սով եղավ, Մարգարեն կնոջ ասեց, Սունամացու կնոջ ասեց, գնա որտեղ կարաս ապրի։ Ուղերձ եղավ, կինը լսեց գնաց։ Ստեղ կարծես այս կինը ոչ հայտնություն առավ, ոչ աղոտ կարեց։ Ոնց են կարծում Նոեմինը հավատքի մարդ էր, թե չէ։ Որտեղ ես գիտենք, որ հավատքի մարդ էր։ Որտեղ ես գիտես, բա եթե Աստծո կամքի մեջ էր ապրում, Ժորժան, ոնց եք մտա, եթե Աստծո կամքի մեջ էր ապրում, ինչի մարդը զարկվեց կամ մահացավ, երեխեք ինչի մահացան։ Հետաքրքիր է, այսօր եթե մեր օրերում ապրեր մեկը, տենայինք գնաց ուրիշ երկիր, օրինակ Ամերիկա։ Գնաց Ամերիկա, տենանք ընդ ամուսինը մահացավ, երկու տղերքը մահացան։ Այսօր մենք ինչ կասենք։ Կասենք այսօր Աստծո կամքի մեջ էր ապրում։ Տես, ձեր ժպիտներից, շնորհակալ եմ այդ անկեղծ ժպիտների համար։ Գնահատում եմ այդ անկեղծ ժպիտները։ Սաղ չէին մտածի տենց, ամբողջը տենց չէին մտածի, որ այս կինը Աստծո կամքի մեջ էր ապրում և սա Աստծո ծրագիրն է։ Հենց մի բան են չի լնում, իսկույն անձդ քննի, եղբայր ջան, քույրի ջան, ինչի սա եղավ։ Գնացիր հասար Ամերիկա, տիրոջը հարցրիր, մարդդ մեռավ, երեխեքը մահացան, մենակ մնացիր, պիպուի պես, այս արտահայտության համար կներեք, ներողություն եմ խնդրում, Աստծուն հարցրիր, չհարցրիր, բայց ինչի սաղ ես քո հետ եղավ, եթե դու հավատքի մարդ ես։ Հենց Սուրբ գրքին վերաբերվում է իհարկե Նոեմին հավատքի մարդ։ Ինչի, որ այսօր մեր հետ չի ապրում դրա համար։ Ռութը ասաց, որ Աստծուն պաշտում ես, իսկ այսօր որ մեր հետ ապրեր, նույն օրը Նոեմինին կդնենք, ոչ մի տարբերություն։ Քանի մեր այն հին Ադամը արդարադատության նախարարը մեր մեջ ապրում է, աջ չձախ մենք կարող է դատապարտենք քուրերին, աղբերներին, բայց հետաքրքիր է ոնց Հարութ աղբերս հուշեց, ստեղ
Այստեղ տեսնում ես սենց հարս ու կիսուր, այս ձևի հարս ու կիսուր։ Ջահել, ամուսինդ մահանա, կպել ես կիսուրիդ, կիսուրը քեզ ապագա է։ Արանքում երեխա էլ չկա։ Ինչ ապագա է քեզ կիսուրդ։ Օրֆայի պես գնա, կամուստանաս, ուզողներ կունենաս, կյանքդ կդասավորես, բայց այս ձևի հարես կիսուրին, քանի հոգի գիտեք կհարեն մի կնոջը, որին հաջողություն պատեց, նյութականը չկա, ֆինանսականը չկա, մարդը մահացավ, տղերքը մահացավ, որ մի հարսը կմնա այդ կիսուրին, մոտ, չի ասի, այ մարդ, ես ինչ ընտանիք եկա, ես ինչ դժբախտ ընտանիք եկա, բա ինձ եսի պետք էր, հա շորդ, ոնց է կարծում, այդպես մտքերը բնական չի, որ առաջինը այդ բան մտքերը կայցել են, կամ կթակեն սիրտը, տենան գոնե ֆոր տշկից նայում ես իրանց թե չէ այդ մտքերին։ Հարութի պատասխանը ինձ ապշեցնում է, Մատ կարթա հապչելու։ 1:15 Նոյեմին ասեց Հարութին։ Եկա Նոյեմի սա, քուներդ իր ժողովրդին ու իր ասպաստերուն դարձավ, դունալ ներոտ չտի, ետև են դարձիր, բայց Հռութը սավձես մի համուզեր, որ քեզ թողում և քեզ մեհեռանամ, քանզի ուր որ երթաս հոն պտի երթամ և ուր որ մնաս հոն պտի մնամ, քո ժողովրդդ իմ ժողովրդս պտի իլա ու քո աստվածդ իմ աստվածս պտի իլա։ Քո աստվածը ինքը հլա ուզում է Նոյեմինի ասուն ծառայի, Նոյեմինի ասուն ճանաչի, այն ասուն, որ իր ամուսնուն վերցրեց, այս ինչ չգիտեմ, նվիրում ասեմ, սրա անունը ինչ դնեմ, սեր դնեմ, ճանաչողություն դնեմ, կենթանի ասուն Նոյեմինի կյանքում տեսել էր, դժվար մեռած ասու հետևից մեկ է հաջորդ, բայց կենթանի ասուն Նոյեմինի կյանքում տեսել էր, ու այդ կենթանի Աստված իր ամուսնուն վերցրեց, ու չնայած որ վերցրեց, դառավ որբևայրի, այս Հռութը ջահել, ասեց քո ժողովուրդ ուզում եմ իմ ժողովուրդը դառնա, ու քո Աստված դառնա իմ Աստված, ավելին 17 համարներ կարդա Հարութ ջան։ Ուր որ մեռնես, ես ալ հոն պտի մեռնեմ ու հոն թաղվիմ, Տերը ինձի այսպես ասկի ավելին են, եթե զիս քեզ մե համու մահվանեզատ ուրիշ բան մզատ է։ Հավատարմություն մինչև մահ։ Ես սենց հարս ու կիսուր չգիտեմ։ Հլա չեմ տեսել։ Ոչ թե չկա, կլինի։ Պրոստը մենք չգիտենք երևի։ Ու եսի մեզ դասական օրինակ է։ Մարդ, որը այնքան անավիրվում, ինքը մովաբացի լինելով, իր աստվածներից հոգնելա, օրֆան վերադարձավ, բայց ինքը չուզեց։ Ինքը ուզեց գա Իսրայելի Տեր Աստծու շվաքի տակ հանգչի։ Եվ երբ որ գալիս է, մենք գիտենք Աստված այս տեսակ մարդկանց կյանքը ժողովրդով որ սենց հանձնված է, անձամբ Աստված է դասավորում։ Այս մարդկանց կյանքը անձամբ Տերն է դասավորում։ Այստեղ հակառակություն չկա, ամբոստություն չկա, դժգոհություն չկա, բողոք չկա, տրտունջ չկա։ Այս տեսակ մարդիկ հանձնված մարդիկ են։ Իրանք այնքան հասանելի են Տիրոջ շնորհքի համար, Տիրոջ խոսքի համար։ Աստծո հաջողություն այս մարդկանց կյանքում մի ուրիշ ձև կզարգանա։ Մարդիկ տարիներ ինչ որ բանի մեջ կաշխատեն, տենց արդյունքների չեն հասնի։ Հռութ տեսակը կգա, երեք կգա, այսօր արդեն թռիչքը կտենան իր կյանքում։ Բացահայտ Տիրոջ ձեռը կտենան, Տիրոջ օրհնությունը, օծությունը այս կնոջ վրա կտենան։ Էսի մեզ օրինակ է։ Այնքան եմ լսում,
Տերը ասել է, որ մեզի գործնի, նոր զույգեր են, ամուսնացել են, ասում եմ, իսկ Տերը չի ասել, որ պիտի խոնարհվեք, իսկ Տերը չի ասել, որ ձեր լեզուները պիտի կարճանա, որ իրար պիտի զիջեք, Տերը էդի չի ասել, մենակ ասել է, լեփ լեցուն օրհնել եմ, հա, ինչ ուզում եք արեք, ես ձեզ օրհնել եմ։ Ես տենց Աստծո չեմ ճանաչում, որ ասի քո սրտի ճանապարհներով գնա, ես քեզ օրհնել եմ։ Չար ու խաբեբա սիրտը Տերը ոնց կարա օրհնի։ Էդի մեր այն կեղծ նենք սիրտը մեր մեջից պետք է դուրս գա ժողովուրդ, ու ինքը հեշտ դուրս չի գալի։ Ապաշխարությունով մենք նոր սիրտ ենք ունենում, բայց այն հին մարդը օրեօր պետք է փչանա ոնց որ առաքյալը գրում է, շարքից հելնի, խարաբլի։ Մինչև իսպարս մեզանից հելնի ու անդադար Քրիստոսի մահը մեր մարմինների մեջ կարողանանք կրենք։ Անդադար։ Մի ակնթարթ հանգարց բաց թողեցիր, իսկույն այդ հին բնությունը կանցի գործի։ Բայց այս ձևի նվիրում ու կար ժամանակ հետո այս կինը հայտնվում է բոսի դաշտում, իրանց բարեկամի։ Հիշում եմ մամիկոն աղբորից եմ լսես, ասում է մի հատ ոնց որ եղբայր շատ կամուկացեր էլի, այս եղբայրությունն է ճիշտ, այն եղբայրությունն է ճիշտ, որ եկեղեցի գնա ինչ անի, ու այս հռութի գրքից ասել էր Տեր ջան, հետս խոսայել ես գրքով, ու Տերը իրան ես համարներ ուղե, հռութ 2:8, Հարութ ջան, ինչ ասում 2:8, չգիտեր ինչ աներ, ուր էթար կամուկացեր, Բոսը սավ հռութին, մտի կրե աղջիկս հասկ հավաքելու համար ուրիշին արտը մի երթար, ու այստեղ են ալ մի զատվիր, հապա հոս իմ աղջիկներս քով կեցիր, քո աշկերդ անոնց հնձած արտին վրա ալան ու անոնց ետևեն գնա, ես մանչերում ապսպրել եմ, որ քեզի չդպչին, երբ ծարավիս ամաններուն քով գնա ու մանչերում քաշած ջուրեն խմե, և հռութ երեսին վրա ինկավ ու գետնեն երկրպագությունն էլով անորսավ, Ինչպես ես քո աշկերտ առջև շնորհ գտա ու դու ինձի հետ ծանոթացար, որովհետև ես օտար կին ընդամենը ուտներ պետք է։ Հա, այսինքն որ թողել եւ մինչեւ 4 գլուխ ընտիր այսի։ Սկսում եմ ոնց որ հայերենը ուտը ավելի երկար էր։ Մեր մոտ կարճ էր։ Լավն է գիրքը, բանալուց նա թազանցի վրով։ Ես ապշած եմ Աստված ոնց էս Բոսի ասած խոսքերին հռութին այդ աղբորը ասել էր ուրիշ արդ չգնաս, ուրիշ ցորեն չհավաքես, ուրիշ ջերհորների ջուր չխմես, էդի որ այդ եղբայրը ստացել էր, փշրվել էր ու մնացել էր մեր եկեղեցում։ Ժողովուրդ, թերություններ կարան շատ լինեն, սխալներ կարան շատ լինեն, ընդհուպ գայթակղություններ կարան շատ լինեն, բայց եթե դու եկել ես Հիսուսին, քեզի մարդը չի հետաքրքրում։ Եթե դու ստեղ Աստծուն գտել ես, ուրեմն ստեղ կենթանի Աստված կա։ Ստեղ կենթանի Աստված կա, դու եկուս միսոր թերություններ կտենաս, սխալներ կտենաս, բայց կարևորը, որ ստեղ Տերն է, դու գիտես Տերը խոնար սրտներին է օրհնում, փշրված հոգիներին է Տերը հաջողություն տալիս, առաջ տանում, ու եթե դու հռութի հոգեբանություն ունեցար, դու հաջողության կհասնես հոգևոր կյանքում։ Աստված անձամբ քո կյանքը կդասավորի։ Եվ հռութը բոսի դաշտում հնձվորների հետևը ցորենի հատիկներ էր հավաքում։ Ինքը խորհրդանշեց այն հոգևոր ծառայողներին, երբ որ ավետարանիչները կոմբայներով կանցնեն, մեծ հունձք կանեն, հատուկե ցորենի հատիկներ ընկած կլինեն, անտեսված ընտանիքներ կլինեն։ Հռութի ծառայությունը այդ ծառայությունն է, տրորված ցորենները հատիկ հավաքել ու բերել եկեղեցի։ Հիշում եք, ասում հնձվորների հետևից էր հավաքում։ Այսօր մեծ հնձվորներ կան, մեծ կոմբայներներ կան, աշխարհով մեկ լուրջ մեծ ավետարանիչներ կան, մեծ ավետարանական ծառայություններ կա, բայց շատ անհրաժեշտ է հռութի ծառայությունը այսօր։ Հռութի ծառայությունը, որը այդ տրորված ցորենի հատիկները, որոնց ոչ մեկի պետք չի կարծես, ոչ մեկի վեճը չէ ցորենի հատիկները, բայց հռութը ծնկաչոք է ցորենները հավաքում։
Էսի երկնային օսությունը։ Սենց հանձնվել Տիրոջը եւ գիտեք բանով եմ ասում ռուսերեն տեքստով։ Աստվածաշնչում երկու տեղ կա գրված полная награда լման վարձք։ Լման, այսինքն այս բանը կուժը կա հիմա այս բանը գրաֆինը ոնց որ նայեք ինքը ստեղից է լցած։ Это не полная награда. И это тоже не полная. Вот это полная. Ձերից ձեր բերան ռուսերեն ասում է получить полную награду. Ռուսերեն գրքում երկու տեղ է գրված, մեկը հռութում, մյուսը երկրորդ թուղթ Հովանում։ Ասում է որպեսի ստանանք լման վարձքը։ Լման վարձքը հռութի դեպքում գիտեք որն էր։ Ոչ թե միայն բոսի դաշտում ցորեն հավաքի, այլ այնց առաքինի լինի, որ բոսը իր հետ ամուսնանա։ Լման վարձքը է դա։ Լման վարձքը ոչ թե փրկվել երկինք մտնելն է, ոչ էլ են փուճուր աղջկա պես լինելը, որը ամուսնության տարիքում չի։ Ասում է, որ փեսանգային չենք անելու, պստիկ քուրել ունենք, ու որ քրոջը նկարագրում է, տեսնում ես այդ աղջիկը ամուսնության տարիքում չի։ Այսինքն երկրի վրա այդ հավատացյալները այտենց չաճեցին, որ երկնքում Հիսուսի հետ ամուսնանան։ Ինչ նշանակում ամուսնանալ։ Միաբանվել։ Մեկ հոգի լինել։ Չեմ կարող ասել մեկ մարմին ընդ մարմին չի լինելու, կամ ընդ հոգևոր մարմինա լինելու, որը երկրավոր մարմինից տարբերվում է։ Բայց ստեղ եթե երկրի վրա մենք Նոյեմինի պես այս Մովաբի երկրների բանից Մովաբի երկրից չխուսափենք, որտեղ Նոյեմինը դարավ մառա, դառնացավ։ Ես տենց հավատքի հերոս չգիտեմ, կլինի քույրի, կլինի եղբայր, որը տարապանքների միջով բան չլինի, անցած չլինի։ Չպիտի խուսափենք այս Մովաբի երկրից, Մովաբի հողերից, ամեն մեկս իր կյանքում ունենք այս Մովաբի երկիրը, որտեղ կդառնանանք, ընդհուպ լուրջ կորուստներ կունենանք, բայց մեր մեջ ձեռք կբերենք հռութին, որը պիտի բոսի հետ ամուսնանա։ Նոր կտակարանի հոգևոր աչքերով որ նայում ես, սա ընկնում է իր տեղը։ Նոյեմին ով է, հռութ ով է։ Հիշում եք հռութի մասին ինչ ա գրած։ Քո հարսը քո համար 7 տղուց աղեկ է։ Բորժյա արիթմետիկա, բորժյա մաթեմատիկա։ 3-ին վերցրեց, 7-ին տվեց։ 2 տղա մի ամուսին վերցրեց, տվեց մի հարս, որը մի կշերքի նժարին դնես հռութին, մյուս կշերքի նժարին 7 տղա, հռութը տղուց այդ 7 տղերքի ծանր է։ Այս ինչ աղջիկ էր, այս ինչ կին էր։ Ու ոնց այս բաժին արժանացավ։ Նոյեմինը դարավ մառա, 10 տարի անցավ ժողովուրդ։ Հռութը մի հատ ճակատագրական խաչմերուկում ճիշտ որոշում կայացրեց, իր աստվածներին հաջող արեց, իր ժողովրդին հաջող արեց։ Տեսեք բոսը ինչ ասում։ Ու եկավ Իսրայելի Տեր Աստծո մոտ։ 2:11 Հռոչյան։ Եվ բոսը պատասխան տվավ ու ասավ անոր. Քո երեկանդ մեռել են ետքը, դու քո կեսրոջդ ինչ որ ըրիր, բոլորն ալ պատմեցին ինձ, եւ թե ինչպես քո հայրդ ու մայրդ եւ ծննդյանդ երկիրը թողեցիր ու եկար այն ժողովրդին, որ նախապես չէր ճանչնար։ 12-ն Քո գործիդ փոխարեն Տերը հատուցում թող ունե եւ քո վարձքը Իսրայելի Տեր Աստծոյին կողմանը առատապես թող տրվի։ Այս վարձքը ռուսերեն ասում են լման լինի վարձքդ։ Կիսատ պրատ չլինի, վարձքդ պիտի լման լինի։ Մեկ էլ Հովանեսն է բանի մասին գրում, լման վարձքի մասին, ռուսերենում полная награда։ Դու շո վերջացեցիր այդ բան 12-ը։ Կարելի։ Ասա։
ասերսը կարդամալը քու գործիդ փոխարեն Տերը հատուցում թողոնե եւ քու վարձքը Իսրայելի Տեր Աստծոն կողմանը առատապես թող տրվի, քանզի դու եկար, որպեսզի անոր թևերուն տակ ապաստանարան մը գտնես։ Հարութը զարմացավ բոսի, ասեց ինչ ես իմ հանդեպ սենց բաներ անում, համցորեները թողեցիր հավաքեն, նաև ծառաներին ասելա այդ ձեր բաներից էլ, հասկերից էլ իրան գցեք, ասեց ես ինչ ես սենց անում իմ հանդեպ, ասեց ինձ պատմել են, դու կիսորիդ հանդեպ ինչ ես արել, աղջիկը մոր հանդեպ տենց բան չեր անեն ինչ դու արել ես, և էլի մի հատ գիտեք ինչ հետաքրքիր դառնացած վիճակում, բայց Աստծո հոգին իրանց վրա, երբ որ մտան քաղաք, ռուսերեն տեքստում հեսա հարդը կարդա, տենանք հայերենը ոնց է, ասում է սաղ քաղաքը շարժվեց։ Այսօր մարդիկ մտածում են ոնց քաղաքը շարժեն։ Սաղ ուզում են շարժ ստեղծեն, սաղ ուզում են շարժ, սաղ ուզում են փոփոխություն, ժորդ լուբոյ փոփոխություն մարդու ներսից է սկսում, ներսից դուրս, հավատքը տենց է գործում, կրոնը դրսից ներս ազում, ներխուժի թափանցի չի կարա երբեք, Սուրբ Գիրքը դատավճիռը կայացրել է, խոզը չի դաստիարակվում, մարդու էությունը, բնությունը պիտի փոխվի, ու Հարութ ջան, 1:19 ինչ ասում։ 1:19 Երկուքը մեկտեղ գացին, մինչև որ Բեթլեհեմ հասան, երբ Բեթլեհեմ մտան, իրենց պատճառով բոլոր քաղաքը շարժվեցավ ու կսեին, արդյոք Նոյմին ասիկա է։ Մի հատ կիսուր, մի հատ հարց, մտնում են քաղաք, սաղ քաղաքը շարժվում է։ Մեկը դառնացած եկել է, որը կենթանի Աստված ունի, հարց այդ կենթանի Աստծուն տեսել է, Աստվածներին հաջող արել է, ու եկել է Իսրայելի Աստծո հովանու տակ։ Այս երկու կին մտան, սաղ քաղաքը շարժվեց։ Եվ Հարութը գիտեք, չէ, մտավ Հիսուսի ծննդաբանության մեջ։ Հիսուսի ծննդաբանության մեջ 4 կին կա, մեկի անունը չկա։ Էդի Բիրսաբյանը։ Էլի Սուրբ Գրքում մի տեղ կա, էլ իր անունը չկա, ինքը կա, բայց անունը չկա։ Թամարն է, Ռախաբն է, երրորդը Հարութն է։ Հարութը դարավ Հեսեի տատիկը, Դավիթի հոր։ Ու թագավորած գիրքը սկսում է։ Դավիթ թագավորը տեսեք ով է ունեցել։ Ինչ հավատքով մարդիկ են ունեցել, ոնց որ Տիմոթեոսը ունեցել է Եվնիկե Լոիդա, տեսեք Դավիթը ով է ունեցել։ Զարմանալի չի, որ տենց հավատքի հերոս դարավ։ Նոր կտակարաննել նեղությունների վերաբերյալ, տեսեք ինչ ասում։ Հարութ ջան, բացի երկրորդ Կորինթացից։ Կարդալու ես 4-ի 17-18 համարները։ Ասնզի մեր վարկենական թեթևնեղությունը ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցությունը պիտի ներգործե, ուստի մենք Ահա, ստոպ։ Նորից 17-ը։ Ասնզի մեր վարկենական թեթևնեղությունը ավելի ու ավելի Այս 70-80 տարվա այս ծանր մեր կյանքը Սուրբ Գիրքը ասում է վարկյանական։ Վարկյանական թեթև նեղություն է գիրքը անվանում։ Հյուսային Կորեայի հավատացյալը, որ սուտկեն 16 ժամ աշխատում է, վարկյանական թեթև նեղություն է։ Հիմա մենք այսօրվա մեր նեղությունները պետք է մի հատ իրանց հետ համեմատենք։ Երբ որ հարևանը ռեսկի դուռը փակեց, ես դուրը նստած խախտվեցի, 2 ժամով ջուրը տարան, 10 րոպեով ինտերնետը տունը չկա, ես արդեն անպատկերացնելի կտանքների մեջ եմ։ Մի հատ ուղղակի Հյուսային Կորեայի հավատացյալ հետ պետք է համեմատենք։ 8 ժամ բես պերեկուր աշխատում է։ Երրորդ սերունդով ընդ նստած են,
խորոված, կոկա-կոլա, ծամոն, չուպա-չուպս, բիգ բաբլ, ոչ մի բան չգիտեն ինչա, ջինս, բոթաս։ Նայկեր ուզում Պումարան տրամադրություն չունենք, այդ գույնը չեր ուզում։ Ասենք գալիք նեղություններին, это все не выдержит, это все дерево, сено, солома, оно не пройдет։ Գիրքը ասում է վարգյանական թեթև նեղությունները, ինչ անում։ Ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցությունը պիտի ներգործե։ Փառքի, ինչ գերազանցությունը պիտի ներգործե։ Փառքի պիտի ներգործե 18 համար ասում է երբ որ ոչ թե ուստի, այլ երբ որ թե պայման կա։ Երբ որ ինչ։ Ուստի մենք երբցած բաներում չունենք։ Կարթա երբ որով։ Երբ որ մենք չերևցած բաներում չերևցած բան երբ որով կարթա, ուստի տեղը երբ որ արա, ռուսերենով կարթա։ Երբ որ մենք երևցած բաներում չնայենք, հապա չերևցածներում։ Այսինքն այս վարգյանական նեղությունների մեջ մենք կարանք նայենք ինչ։ Չերևցած նեղությունները։ Կարանք երևցածներին նայենք։ Նեղությունների մեջ կարաս նայես ինչ ես կորցնում, կարաս նայես ինչ ես ձեռք բերում։ Չերևցած բաներին նայելու համար չերևցած աչքեր են պետք։ Հոգևոր աչքեր են պետք։ Անտեսանելի աշխարհը տեսնելով, այս մեր ֆիզիկական երկու աչքերով չենք տեսնել, 6 գայրանները ստեղի շփվելու համար է։ Մի հատ նորից կարդա ախպերս։ Երբ որով 17-18 անպայման երբ որով ես կարդում։ Վասնզի մեր վարկյանական թեթև նեղությունը ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցությունը պիտի ներգործի, երբ որ մենք երևցած բաներում չնայենք, հապա չերևցածներում, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևցած բաները հավիտենական։ Հավատացյալն է ընտրում նեղության մեջ ինչին նայի։ Չերևցածին, թե երևցածին։ Ու եթե չերևցածին նայես, նոր հավիտենական փառքի գերազանցություն իր կյանքում սկսում է գործել, արտահայտվել, իրան բարձրացնել։ Հրյաների բաները, դժվարությունները չեն փոխվում, իրանց հոգևոր վիճակն էր փոխվում։ Ենակի որդիները նույն 4-5 մետրն էին։ Բայց 10 հոգի լրտեսը ուրիշ աչքով նային, 2 հոգի հեսով ու քաղերը ուրիշ աչքերով նայեցին։ Այդ աչքերն այսօր մեզի պետք, որ մենք ունենանք, որ եթե դժվարություններին հավիտենության կտրվածքով ես նայում, դու տենում ես, որ այդ սաղ դժվարությունները քո օգտի համար են, քեզ աճացնելու, առաջ տանելու համար են։ Եվ օրինակն էլ կա, երբ որ Մակեդոնիայի եկեղեցին հատանեն շնորհք էր տրված Պողոս Առաքյալը ասում, որ ծանր աղքատության մեջ իրանք ինչ արեցին։ Էդի ոնց եղավ։ Էդ ինչ որ ընդ մի հատ հոգևոր գործոն եղավ, որ էդ եղավ։ Իրանք անտեսանելի աշխարհ նայեցին ու երկրի վրա լրիվ ուրիշ բան որոշեցին անեն։ Եթե անտեսանելին չնայեն իրանք ու չտեսնեին, մարդը կարա միասին խնայողությունը, էկոնոմիկան, որ էլի ճիշտ է։ Բայց հոգևոր մարդիկ ինչ որ բան տեսան եւ լրիվ ուրիշ քայլեր արին երկրի վրա։ Բացում ես 2 Կորինթացիս 104։ Ութը առաջ երկու համարները։ Արդ եղբայրներ, ձեզի կցուցնենք Աստծո շնորհքը, որ մակեդոնացիներ եկեղեցուն տրված է, որ նեղության մեծ փորձին մեջ իրենց ուրախությունը ավելացավ։ Մի հատ անենց կարդա, որ կարծես բանը լրաբեր ես վառում։ Չէ, այդտեղ չես կարդում, լրաբեր չես վառում, թեր չես կարդում։ Մի հատ արոգանությունով, բութերով, ստորակետներով, վերջակետներով մի հատ տես կարդա արուճ։ Արդ եղբայրներ, ձեզի կիմացնենք Աստծո շնորհքը, որ մակեդոնացիներու եկեղեցիներուն տրված է, որ նեղության մեծ փորձին մեջ որ նեղության մեծ փորձի մեջ, մարդիկ նեղության մեջ են, նեղության մեջ փորձի մեջ, մեծ փորձի մեջ իրենց ուրախությունը ավելացավ եւ իրենց ծանր աղքատության մեջ ավելի մեծ առատաձեռնության մղվեցան։ Անտեսանելի նայեցին, ուրախությունը ավելացավ ու նեղության մեջ ինչ արեցին։ Առատաձեռնության մղվեցան։ Թե եղածն պետք է պահեն։ Այ մարդ մենք չունենք բան անելու։ Վերջինն է մնացել։
Մղվեցին առատաձեռնության։ Միլիոնատերները չէ, միլիարդատերները չէ։ Մեծ նեղության մեջ գտնվող հավատացյալները։ Այսօր մեր հերթն է, Լուսաքուր ջան։ Եթե անտեսանելի նեղությունների մեջ անտեսանելին տեսանք, հավիտենական բաները տեսանք, ուրախություն ա գալի, եւ դա մղում է, ոչ թե եղած զամոկները շուտ փագես, քանի սաղ չես բաժանե, սաղ չես փոզե, ոնց այսօր կասեին։ Ավելի մեծ 9 կարդա։ Ինչպես գրված է, տարածեց ու աղքատներուն տղավ, անոր արդարությունը հավիտեն կմնա։ Տարածեց։ Տարածեց։ Լավ։ Այստեղ ասում է հրաստաչիո։ Ցիրուցան արեց։ Իմաստուն ձևի։ Ոնց որ ցփնեց, աղքատներին սաղ, անոր արդարությունը հավիտյան մնում է։ Մարդիկ լուսավորվեցին, չկոտրվեցին, չունեց իրանց չքավորության վրա բան չարին, չողբացին, չլացեցին, մղվեցին ինչ, ուր են մղվել 8-2-ը, դա ստաց, 8-2-ը։ Առատության, էլի։ Մղվեցին առատաձեռնության։ Ծանր աղքատության մեջ ժողովրդյան, ծերին հազիվ հասնում էին։ Ավելի մեծ առատաձեռնության աղվեցը։ Եթե սա չի լինում, էլի կերպեր կա, Գերմանիայի եկեղեցում հանգանակություն են հայտարարում։ Եկեղեցին այնց վիճակում է, որ սենց պարերը բաները պարում են պատերը, սենց լղլղկում է սաղ, ծեփոները սենց կախված, բան։ Մի հատ հարուստ մարդ, եղբայր, դե ասում է ինչ հանգանակություն, նորմալ է, էլի ասում է, լավ է, էլ ինչ անիմաստ ծախսեր անենք բան, այդ խոսքից հետո պատալոգից մի հատ մեծ կտոր բետոն քարչե, պոկվում դուզ գլխին։ Անգնում է գլխին, այդ մարդը ցնցում է ստանում, ցնցումից հետո ուշքի է գալի, եթե չես ուզում քեզ էսի ցնցի, Աստված էլի կերպեր ունի ցնցելու քեզ։ Աստծո բազմազան շնորհքը ինքը Она благодать, она многоразличная. Գետի փորի մեջ կարելի է հայտնվել, անդից հելնել լրիվ ապաշխարած, պալիրոսեն զուլալ։ Աստված կերպեր ունի։ Այս մարդիկ ծանր աղքատության մեջ ուրախությունը այցելում է, ասում են այն եղածն էլ տանք։ Տիրոջ համար ենք։ Այ մարդ, բավաղ ինչ եք ուտելու։ Էս ինչ հավատ կա։ Այս ծանր վիճ ու Պողոսը պարծենում էր այս եկեղեցում։ Աքայայի դեմ, Մակեդոնիայի ասում էր տեսեք հլա, բաներին ասում, Կորինթացիներին ասում, հլա տեսեք։ Ու Գերմանիայում կարաս լավ հարուստ ելնես ու եկեղեցին ասենք, որ այդ պատալոգը թափում է, փշրվում արդեն։ Ու գոնե դի հարուստը չխոսար։ Լուր նստեիր։ Ինչի խոսացիր, վախեցար, որ ես հակասիդից կարող ասեն, եկեք, ես ունեմ հավաքած, կտամ, բերեք ռեմոնտ անենք, տալաշը պոկվում է գլխին, դրանից հետո միտքը լուսավորվում է, ամենամեծ գումար ինքն է տալի, որ եկեղեցին նորոգեն։ Ջոգեց, որ մի օր այդ պատալոգը կար անգելի գլխին։ Հա, բայց այդ սիրտը պետք է ունենա, Լուսաքուր ջան։ Այդ սիրտը պետք է ունենա, մենք էլ չենք կարա զորով զղջացնենք մարդկանց, ասենք չէ, պետք է Տերը մեզ այդ իրանքը չի տվել։ Հանգանակություն ես անում, ողորմություն ես անում, պետք է անես քո ջեբից, քո գրպանից, քրոջդ աղբորդ բան հետ ինչ գործ ունես, նյութական հետ ինչ գործ ունես։ Ինչա քշում, ինչա ապնում, քեզ չի վերաբերում։ Դու քոնենայի։ Քո եղածից պետք է հաշվարկ անես, պլանիրովկա։ Ոչ թե այսօր տենամ հարութս 200,000-ից ավտոյով ախառում ու իր ֆինանսների հիման վրա սկսեմ գծագրություններ անել։ Ինձ բանը դա բան ոչ մեկ այդ իշխանությունը չի տվել։ Աստված առաջին ինձ կդատապարտի։ Մեր եղածից պիտի տանք ամեն մեկս։ Տեր օրհնի։ Հարութը դարավ հավատքի հերոս։ Եվ մտավ Հիսուսի տոհմի մեջ։